Երեք կալանավորել են Մասիսի ընդդիմադիր համայնքապետին 7 տարվա վարեմության գործով, ասում են խոչընդոտել է հավաքների կազմակերպանը 18-ին, ինչ կարծիք ունեք այս մասի ակցիաներին։ Կյանքում մի հատ օրենք գործում է, որ էդի գործի։ Սուտը հելել է աշխարհին ուզում է տիրի, կեղծիքը, մենք հավատում ենք, որ Հիսուսի անունով ամեն սուտ գործունեություն, սուտ զորություն քանդված կլինի ու անիծված կլինի։ Իսկ դուք առաքելական եկեղեցու հետևորդ եք։ Այո, մենք էլ ենք առաքել։ Ինչպես եք վերաբերվում այս հակաեկեղեցական արշավին, որ իշխանությունները ձեռնարկել են։ Դե պարզա ինչա կատարվում, հենց իր արդեն երբ որ սկսեց իր դեմքը ցույց տալ, ինքը արդեն ցույց էր տալի, որ շուրանական, թուրքական իշխանությունների կողմից ուղարկված մարդ է։ Խոչընդոտողը ինքն է։ Կարծում եք վճիռը արդար չէր 6 տարի 3 ամիս։ Բայարկե արդար չի։ Իրանք հանցագործեն ուրիշին են հանցագործ անում։ Ամենամեծ հանցագործը գողը, թալանչին, թուրքը։ Մեկը լինի հիմա ինձանից խոսի տղա ջան, նենց է մեր Ես չեմ։ Կարծիք չունեք։ չեմ խառնում։ Ինչ կարծեմ, օկուպացված երկրում դու քաղաքացուն հարց եք տալիս։ Ես գիտության մարդ եմ, բացարձակապես այդ քաղաքական հարցերով չեմ հետաքրքրվում։ Բայց քաղաքացի եք, չէ՞, որևէ կարծիք։ Քաղաքացի եմ, ուզում եմ, որ Հայաստանը, չգիտեմ ում ինչի համար են կալանավորել, բայց ես ուզում եմ, որ Հայաստանը չկորցնի իր պետականությունը եւ մենք Թուրքի լծի տակ չընկնենք։ Այս տեմպերով կորցնում է, թե վերագտնում է։ Չգիտեմ։ Ասում են գտնում է, վերագտնում է։ Չգիտեմ, չեմ կարող ոչինչ ասել։ Ես ասում եմ իմ կարծիքը։ Հայաստանը երբեք Թուրքիայի լծի տակ չպետք է։ Ես ճանաչում չեմ այդ մասից։ Չեմ իմանում։ Հոլիգանության լսել։ 7 Ես տարվա որ չունեմ վարեմության դրանից, ճիշտ ասած։ չեք հետևում իրադարձությունների հետևել։ դերակ չեք։ Իսկ հակաեկեղեցական արշավի մասին ինչ կասեք, Ոչ գիտեք, մի չգիտեք։ բան չեք անում։ Ես նոր եմ եկել Երևան, նոր եմ հասել։ Լավ, Բայց բարի գալուստ։ Կարեկցում եք եկեղեցականներին։ այո, որովհետև նրանք մեզ համար սուրբ մարդիկ են եւ պետք է միշտ էլ հարգել իրենց։ Շատ ներողություն եմ խնդրում, բայց ես ընդհանրապես պոլիտիկայով չեմ հետաքրքրվում։ Ես ընդհանրապես այդ հարցը չհասկացա, ինչի այս մարդը եկավ ու նստեց։ Ով ներողությունում մասնիկ դուք խոսում։ Ամբարձումյան մասին ինչի խոսքը։ Ինչի, ահա, ինչու եկավ նստած։ Зачем да, пришли? Դուք կողմնակից էիք, որ չվերադառներ ամեն դեպքում։ Հա, երևի, որ надо спасаться։ Չեք հետևում, կարծիք չունեք այստեղ կատարվողի մասին։ Այդտենց կարծիք առանց Հակաեկեղեցական արշավի մասին օրինակ։ Չգիտեմ, ես ինձ թվում է դա ճիշտ։ Ճիշտ ասած քաղաքացիության մեջ այնքան քիչ եմ ես հետաքրքրվում այդ հարցերում։ Չեմ կարող ասել, այդքան չեմ։ Չեք ճանաչում, չեք հետևում։ Չեմ հետևում։ Լավ։ Շատ բացական եմ կարծում, որովհետև նման բան եթելներ հաստատ չէր վերադառնա։ Ես ինչքան գիտեմ, Դավիթը վերադարձել է, այսինքն չէլ խոչընդոտ ինչով պետք է հանդիսանար։ Դե ելքի արգելքել չէր ունեցել տարիների ընթացքում։ Հենց այդ եմ ասում, էլի։ Ինքը ելքի արգելք չի ունեցել, շարունակել է ղեկավարել, 7 տարի քննհելել են, նոր են հիշը։ Այդ երևում է, որ շինց ու գործ է, որ հենց զգում են, որ այդ մարդը կամ որևէ մեկը իրանից ուժ է ներկայացնում կամ ինչ որ իրանց դեմ է, արդեն քնում հելնում են, տեսնեն հələ էլ ինչ կա։